Անում ես չեմ հանդիպել տենց Այդ օրակարգը ակտուալ չէ։ որ խաղաղության պայմանագրին չհետևեն եւ չսպասեն, որ դա տեղի ունենա։ Ես կարծում եմ մեծ ամասնությունը Հայաստանում հենց այդպես էլ մտածում են, որ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիրը։ Դա ավելի շատ սպասվում է սահմանամերձ բնակավայրի բնակիչների կողմից, որովհետև սահմանի վրա ապրող մարդն լավ հասկանում խաղաղության գինը։ Ինչքան էլ որ գլոբալ առումով մայրաքաղաքում կամ սահմանից հեռու մարդը հասկանա, բայց այստեղ մարդիկ ամենօրյա այդ խնդիրներին են բախվում, հետևաբար ավելի շատ է սպասվում խաղաղության պայմանագրին հենց սահմանի վրա ապրող մարդկանց կողմից, քան այլ բնակավայր։ Հատկապես գյուղերում բնակիչները ավելի շատ հույս են տալիս մեզ։ Տեսեք, հիմա մենք որտեղ ենք գտնվում։ Հայաստանի ամենահեռավոր բնակավայրում։ Նույնիսկ այստեղից Մեղրի հասնելը ինքը այդքան էլ դյուրին գործ չէ։ Մարդիկ ապրում են եւ իրենց ապրելով իրենք օրինակն են ծառայում։ Ինձ համար իրենք հերոսներ են։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ապրում են հեռու ու այսպիսի թերի զարգացած ենթակառուցվածքներով բնակավայրերում։ Այդ նույն հերոսությունը կարող ենք տեսնել այսօր Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Որոտանը, Խնձորեսկները եւ ներքին եւ մեծ Կորնիձորը եւ այսպես կարող ենք Շուրնուխը, հա, այսպես որ կարող է մի բնակավայր մոռանամ, բայց այն բոլոր բնակավայրերը, որոնք որ հեռու են, մարդիկ ապրում են իրենք հերոս։ Ու իրենք այն օրինակն են, որ թե ինչ է իրենց համար նշանակում հայրենի հող։